Ողջույն ձեզ, այսօրվա իմ թեման է ՆԱՏՕ-ի արկածները Հայաստանի և Ադրբեջանի մեջ։ Հայաստանում շատ են սիրում հայերը ՆԱՏՕ-ին, այդքան շատ են սիրում ՆԱՏՕ-ին, որ ուշքները գնման ՆԱՏՕ-ի համար, և Հայաստանում ՆԱՏՕ-ի բոլոր հրամաններն ու հորդորները և հրահանգները կատարում են։ Հիմա ես ձեզ ասեմ, հայերի սիրած ՆԱՏՕ-ն 24 թվականի հուլիսին, երբ Հայաստանում գագաթնակետի էին հասել բոլոր փողոցային պայքարի ցույցերը, նշանները, պայքարի նշանները հասել են գագաթի և հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ պայքարելով թուրքամոլ իշխանությունների դեմ։ Այս ժամանակաշրջանում հուլիսին 24 թվականին ՆԱՏՕ-ն ուղարկեց իր մասնագետներին ռազմական և այս ռազմական ՆԱՏՕ-ի մասնագետները գնացին ուր, գնացին Հայաստանի զինված ուժեր։ Եվ ինչ էին այնտեղ անում, ես ձեզ կասեմ ինչ էին անում, դրա մասին հրապարակումներ են եղել, ես բաց սոցցանցերում բաց հրապարակումներից դա գիտեմ։ Նա գնացել են և Հայաստանի բանակին, զինվորականներին, զինվորներին սովորեցնում են ինչպես ջարդել հայ ցուցարարներին, երբ ընդվզումը, բողոքը, հանրային բողոքը ստանա զանգվածային չափեր, Հայաստանով մեկ տարածվի։ Դրանով պետք է ոստիկանությունը զբաղվի, ոչ թե բանակը, բայց պատկերացնում եք ՆԱՏՕ-ի սրիկաները ինչ էին անում 24 թվականի ամռանը, նա մտալ են Հայաստանի բանակ և հայ զինվորներին, մեր զինվորներին սովորեցնում են ինչպես ջարդել ցուցարարներին փողոցներում, օգնելով Հայաստանի ոստիկաններին, թուրքամոլ ոստիկաններին, ովքեր որ պաշտպանում են Ադրբեջանի շահերը և թուրքամոլ իշխանությունների շահերը հետևաբար։ Իսկ ինչ է անում ՆԱՏՕ-ն Ադրբեջանում։ Ես ձեզ կասեմ, որ մայիսի 1-ից մինչև մայիսի 10-ը 25 թվական, այսինքն մինչև 25 թվականի մայիսի 10-ը, մայիսի 1-ից ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետները գնացել են Ադրբեջան և այնտեղ սովորեցնում են Ադրբեջանի զինված ուժերին, ինչպես պլանավորել, այսինքն ծրագրել և հաջողակ օդային հարվածներ հասցնել Հայաստանի վրա։ Հիմա պատկերացնում եք տարբերությունը, ինչով է ՆԱՏՕ-ն զբաղված Հայաստանում, ինչ է սովորեցնում բանակին ՆԱՏՕ-ն Հայաստանում, ջարդել ցուցարարներին, խաղաղ ցուցարարներին, հայ ցուցարարներին, ովքեր չեն ուզում ենթարկվել Թուրքիայի պահանջներին, ովքեր չեն ուզում կործանել Հայաստանը, ջարդել ծեծել հայրենասերներին, դրան է սովորացնում ՆԱՏՕ-ն Հայաստանի բանակին։ Իսկ Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետները սովորացնում են Ադրբեջանի զինված ուժերին, ինչպես հաջողակ հարվածնել, ռազմական հարվածներ հասցնել Հայաստանի վրա։ Էդ էլ հայերի սիրած ՆԱՏՕ-ն։ Այո, ՆԱՏՕ-ն Ադրբեջանին սովորեցնում է Հայաստանի վրա հարձակվել, ինչպես հարձակվել Հայաստանի վրա։ Էդ էլ հայերի սիրած ՆԱՏՕ-ն, այ ՆԱՏՕ ջան, դե ուրեմն ինչ ասեմ, կեցցե ՆԱՏՕ-ն, չէ, որը Ադրբեջանին սովորեցնում է հարձակվել Հայաստանի վրա, կեցցե ՆԱՏՕ-ն, հայերի սիրած ՆԱՏՕ-ն կեցցե, լավ անեմ, եթե սովորեցնում է Ադրբեջանի զինված ուժերին հարձակվել Հայաստանի վրա, որովհետև Հայաստանում ոչխարները հույսը դրել են ՆԱՏՕ-ի վրա, ով Հայաստանի բանակին 24 թվականի հուլիսին սովորեցնում էր ջարդել հայրենասեր հայերին, ցուցարարներին, Երևանի և փողոցներում և այլ քաղաքների փողոցներում, եթե այս բողոքը հանրային ցասումը ստանար զանգվածային հայաստանյան համապետական չափեր, հասներ համապետական չափերին։ Շնորհակալություն։ Տարբերությունը զգացիք ՆԱՏՕ-ի արկածները Հայաստանի մեջ և ՆԱՏՕ-ի
արկածները Ադրբեջանի մեջ, ինչով է զբաղված ՆԱՏՕ-ն Հայաստանում, սովորեցնում է բանակայիններին ջարդել հայրենասեր ցուցարարներին, իսկ ադրբեջանցիներին, զինվորականներին ՆԱՏՕ-ն սովորեցնում է հարձակվել Հայաստանի վրա, հաջողակ հարձակումներ իրականացնել Հայաստանի վրա, թե օդով, թե գետնի վրայով։ Դե կեցցե ՆԱՏՕ-ն, կեցցե հայերի սուրբ Աստված ՆԱՏՕ-ն, լավան։ Եթե սովորեցնում է Հայաստանի վրա հարձակվել Ադրբեջանի զինվորականներին ՆԱՏՕ-ն, լավան։ Չուզողներ երկու աչքն էլ հանմա։ Մենք էլ շարունակենք սիրել ՆԱՏՕ-ին, ով կրկնում են սովորեցնում է Ադրբեջանի զինված ուժերին հարձակումներ կատարել Հայաստանի վրա, զինված հարձակումներ, թե օդով, թե գետնի վրայով։ Շնորհակալություն։